Այդ շորերը ոնց որ էմո լինեմ։ Էմո, ու բոլորից վերիսիմո։ Պատահել է, չէ, երբ որոշել ես ինչ-որ բանով զբաղվել, շարունակել կիսատ թողածը կամ վերջապես գրել կուրսային աշխատանքդ, որովհետև ժամանակ չի մնացել։ Բայց ներքուստ ինչ-որ բան քեզ հետ է պահել, կամ պարզապես վախեցել ես։ Վստահ եմ, որ եղել է։ Մտածել ես, դե լավ, վաղը կանեմ։ Վաղը։ Բարև, ես Արմինեն եմ։ Այսօր կխոսեմ այն մասին, թե ինչու ենք հետաձգում մեր գործերը, ինչու ենք վախենում մեծ առաջադրանքներից և վերջապես ինչ ասել է պրոկրաստինացիա։ Գրացինք։ Պատկերացրու մեկին, ով օրերով պառկած է անկողնում։ Չի կարողանում սկսել անգամ ամենապարզ գործերը։ Մշտապես ասում եմ հետո, վաղը, դեռ ժամանակը չէ։ Ունի մտքեր, գաղափարներ, բայց ոչ գործողություններ։ Ծանոթացիր, Իլյա Օբլոմով։ Օբլոմովը խելացի է, կրթված։ Ունի մտքեր, գաղափարներ, բայց կա մի բան, որը նա չունի։ Սկիզբ։ Այո, բարեբախտաբար Օբլոմովը իրական կերպար չէ։ Նա ռուս գրող Իվան Գոնչարովի Օբլոմով վեպի հերոսն է։ Այն հեղինակի ամենանշանավոր և հայտնի ստեղծագործությունն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1859 թվականին հայերենական գրառումներ ամսագրի առաջին 4 համարների մեջ։ Օբլոմովի կյանքն անցնում է նույն դիրքում։ Կիսաքնած, կիսարթուն, մշտապես մտածելով, դե լավ, կսկսեմ վաղը։ Մարդիկ ասում են, որ նա ծույլ է, բայց ճշմարտությունը այլ է։ Նա վախենում է կյանքի ծանրությունից, վախենում է սխալվելուց, վախենում է պատասխանատվությունից և ամենակարևորը, վախենում է իր իսկ ներուժից։ Գոնչարովի այս վեպից հետո առաջ եկավ Օբլոմովշինա կոչված տերմինը։ Այն բժշկական ախտորոշում չէ, սակայն ակտիվ օգտագործվել է հոգեբանության, սոցիոլոգիայի և փիլիսոփայության մեջ։ Այն նկարագրում է մի վիճակ, երբ մարդը ունի մտավոր կարողություններ, ունի պոտենցիալ, բայց չի կարողանում անցնել գործի։ Հոգեբաններն Օբլոմովին անվանում են ոչ թե ծույլ, այլ ապաթիկ։ Ինչ ասել է ապաթիա։ Ապաթիան մի վիճակ է, երբ մարդը ունենում է հետաքրքրության կորուստ, էներգիայի պակաս և ներքին դատարկություն։ Մոտավորապես այսպես։ Ժամանակակից հոգեբանները Օբլոմովին համարում են պրոկրաստինացիայի գրական նախատիպ։ Ինչ է նշանակում պրոկրաստինացիա։ Բառը գալիս է լատիներենից pro դեպի առաջ, crastinus վաղվա, այսինքն մղել ինչ-որ բան դեպի վաղը։ Պրոկրաստինացիան ուղեղի բախում է։ Մեր մեջ պայքարում են երկու համակարգ։ Լիմբիկ համակարգը մեր ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է զգացմունքների համար։ Այն արձագանքում է այն ամենին, ինչ մենք զգում ենք՝ ուրախություն, վախ, տխրություն, այն մշտապես ցանկանում է անվտանգության զգացողություն։ Երբ ուղեղը վտանգ է զգում, լիմբիկ համակարգը ակտիվանում է և փորձում է մեզ պաշտպանել։ Նախաճակատային կեղևը օգնում է մեզ պլանավորել և որոշումներ կայացնել։ Այն թույլ է տալիս տեսնել երկարաժամկետ հետևանքները, հասկանալ ինչն է լավ կամ վատ, հաշվարկել, թե ինչպես լավագույնս հասնել նպատակներին։ Այս հատվածը մեզ օգնում է նաև կառավարել իմպուլսները, զսպել արագ արձագանքները և մի փոքր դանդաղեցնել, որպեսզի մտածված քայլեր կատարենք։ Պրոկրաստինացիայի պահին լիմբիկ համակարգը հաղթում է։ Շատ կարևոր է հասկանալ, որ պրոկրաստինացիայի ժամանակ մենք հետաձգում ենք ոչ թե գործը, այլ այն զգացողությունը, որը այդ գործը առաջացնում է։
Այդ զգացողությունները կարող են լինել վախ ձախողումից, վախ քննադատությունից, վախ սխալվելուց, այսինքն ուղեղը դա անկալում է որպես վտանգ եւ նախընտրում է խուսափումը։ Տարբերում ենք պրոկրաստինացիայի 4 հիմնական տեսակ։ Առաջին՝ պերֆեկցիոնիստական, որի կարգախոսն է՝ եթե կատարյալ չլինի, չարժե սկսել։ Երկրորդ՝ անորոշության վրա հիմնված։ Չգիտեմ, թե որտեղից սկսել։ Երրորդ՝ արժեքի կորուստ։ Սա իմը չէ, իմաստ չունի։ Եվ չորրորդ՝ էմոցիոնալ սպառվածություն, երբ մարդը հոգնած է, ոչ թե ծույլ։ Լավ, իսկ ինչպես պայքարել այս հիվանդության դեմ։ Հասկանալ, թե ինչից է իրականում փախչում։ Պրոկրաստինացիան չի գալիս ծուլությունից։ Այն գալիս է վախից եւ անհանգստությունից։ Օրինակ պատահել է, չէ, երբ պետք է գնանք աշխատանքի համար հարցազրույցի եւ նախքան գնալը սկսում ենք արդեն վախենալ։ Մտածում ենք, իսկ ինչ կլինի, եթե մերժեն։ Իսկ եթե սխալվեմ։ Միգուցե ես այդքան համապատասխան չեմ այդ հաստիքի համար։ Լուծումը շատ հեշտ է։ Քեզ պետք է տաս ընդամենը մեկ հարց։ Ինչն է ինձ իրականում վախեցնում։ Երբ գտնես այդ հարցի պատասխանը, դրա վրա աշխատելը եւ գործը սկսելը ավելի կհեշտանա։ Գործը բաժանել փոքր անվտանգ քայլերի։ Մեծ եւ բարդ գործերը վախ են առաջացնում եւ ուղղը պարզապես փախչում է այդ պատասխանատվությունից։ Օրինակ, երբ պետք է կարդանք որևէ հաստափորձի 800 կամ 900 էջանոց, մեր ուղեղը տեսնելով այդ ահռելի քանակությունը բնականաբար վախենում է։ Իսկ լուծումը շատ ավելի հեշտ է։ Պետք է պարզապես սահմանել քանակաչափ։ Այսինքն, պետք է ասենք, որ մեկ օրում կարդալու ենք այսքան էջ։ Ուղեղը կհասկանա, որ ծանրաբեռնվածությունը այդքան էլ մեծ չէ, իսկ դու էլ կխորամանկես եւ կկարդաս ողջ գիրքը։ Թույլ տուր քեզ սխալվել։ Մեր ամբողջ վախերը գտնվում են մեկ նախադասության մեջ։ Իսկ եթե ես սխալվեմ։ Այո։ Սա հատկապես կհասկանան այն մարդիկ, ովքեր նվագում են որևէ երաժշտական գործիք։ Օրինակ, ես նվագում եմ գիտար եւ դաշնամուր, սակայն հանրային վայրերում երբեք ելույթ չեմ ունեցել։ Որովհետեւ վախեցել եմ քննադատումից, վախեցել եմ սխալվելուց եւ վախեցել եմ ծաղրանքի արժանանալուց։ Սակայն սրա լուծումներ կա, որ ես ինքս եմ մշակել։ Պետք է քեզ թույլ տաս դիտմամբ սխալվել եւ դիտմամբ անհարմար իրավիճակների մեջ հայտնվել։ Համաձայն եմ մի քիչ տարօրինակա։ Հիմա կբացատրեմ։ Տեսեք, երբ որ մենք նախորդ պլանավորում ենք որևէ սխալ կամ ամոթալի գործողություն, այսպես ասած համաձայնության ենք գալիս մեր ուղեղի հետ եւ արդեն բուն գործողության ընթացքում այն ոչ մի ազդեցություն չի ունենում մեզ վրա։ Այսինքն ուղեղը դա անկալում է որպես սովորական պլանավորված գործողություն, որը որ պետք է լիներ։ Այսինքն մենք դիմում ենք որոշակի խորամանկության։ Իսկ արդեն հասարակությունից այդ արարքների համար մենք ստանում ենք որոշակի արձագանք։ Դա կարող է լինել լավ կամ վատ, կապ չունի։ Բայց հաջորդ անգամ, երբ որ սպոնտան արդեն լինի այդ գործողությունը, մենք ունենանք որոշակի իմունիտետ։ Այսքանը։ Ես գիտեմ, որ այս ամենը շատ հեշտ է ասելը եւ շատ ավելի դժվար է այն կատարելը։ Բայց պետք է ունենալ համարձակություն փորձելու եւ սկսելու համար։ Իսկ դու մի մոռացիր մարզելու ղանդ։ Մինչ նոր հանդիպում։